Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը դեռ 1 տարի առաջ որոշում կայացրեց։ 2026-ի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները չեն լինի օրինական վճարամիջոց։ Միևնույն ժամանակ կշարունակեն պահպանել անվանական դրամական արժեքը, այսինքն քաղաքացիները կարող են ցանկացած պահի առևտրային բանկերում, ինչպես նաև Կենտրոնական բանկի փոխանակման դրամարկղում երկրորդ սերնդի թղթադրամին համարժեք անվճար փոխանակում իրականացնել։ Իզուր չի, որ մենք 1 տարի առաջ արդեն հայտարարել ենք, այդ օրը, որովհետև այդ ընթացքում արդեն իսկ այդ թղթադրամները, որոնք մուտք են գործում Կենտրոնական բանկ, նրանք նույնիսկ եթե իրենց ֆիզիկական վիճակը բարվոք է, նրանք չեն վերադարձվում շրջանառություն։ Այսինքն գերակշիռ մասը արդեն իսկ շրջանառության մեջ չի։ Օրինակ 20,000 դրամանոց թղթադրամների ընդհանուր զանգվածի մեջ շրջանառության մեջ գտնվող, ընդամենը այսօրվա դրությամբ մոտ 2%-ից էլ քիչ մասն են կազմում այդ հին սերիայի թղթադրամները։ Թղթադրամի սերնդափոխությունը բնականon ընթացք է։ Երկրորդ շարքի անցումը դեռ 2018-ին է մեկնարկել, երբ թողարկվեցին երրորդ սերնդի առաջին նմուշները։ Մինչ օրս դրանց զուգահեռ շրջանառությունը հաջողությամբ ապահովվել է, սակայն աստիճանաբար որոշակի անհարմարություններ առաջացան։ Ենթադրենք ինչ-որ մի վճարահաշվարկային կազմակերպություն կամ ինչ-որ առևտրային բանկ տեղադրում է նոր տերմինալ, այդ վճարային տերմինալներ կամ աղիք ընդունող սարքեր կամ բանկոմատներ, նրանք ստիպված են լինելու այդ մեքենաները ծրագրավորել եւ հին եւ նոր նմուշի թղթադրամների վրա։ Այսինքն դա էլ կառաջացնի ինչ-որ լրացուցիչ ծախսեր ծրագրավորման համար եւ այլն։ Դրա համար այդ զուգահեռ շրջանառության ժամանակահատվածը անվերջ թողնելը նպատակահարմար չի։ Կենտրոնական բանկից ասում են, տեխնոլոգիաների զարգանալուն զուգահեռ զեղծարարության գործիքներն էլ են կատարելագործվում, եւ նույնիսկ եթե թղթադրամների ֆիզիկական մաշվածության աստիճանը թույլ տար պահպանել դրանք, այնուամենայնիվ թողարկված նոր սերունդը միշտ 1 քայլ առաջ է։ Նոր պաշտպանական հատկանիշներ են ներդրվում, ավելի հեշտ ստուգվող քաղաքացիների կողմից, ավելի տեսանելի եւ ավելի դժվարությամբ կեղծվող հատկանիշներ, ինչը մեր երրորդ շարքի թղթադրամների վրա ներդրվել են եւ բացի այդ հումքը որոշ չափով տարբերվում է երկրորդ շարքի թղթադրամների հումքից, որի արդյունքում նրանց կյանքի տևողությունը էապես երկարացվել է։ Քաղաքացիների մեծամասնությունը քաջատեղյակ է փոփոխություններին, չեն ընդդիմանում, չնայած որ Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի եւ Սարյանի դիմապատկերներով թղթադրամները հասցրել են սիրվել։ Facebook-ում իմացել եմ ես, կարդացել եմ, բայց շրջանառության մեջ առայժմ չկա, ես չեմ օգտագործել, խանութում էլ չեմ հանդիպել։ Երևի որակ է հարցնել աթղթի։ Ես դրա համար բան չունեմ ասելու։ Որակ է հարցնել, քանի գնում տեխնոլոգիաները փոխվում է։ Մարդիկ միգուցե այս թղթերը, այս նորը, այս թվում է երկար գնալու։ Չեմ լսել, բայց մոտարապես գիտակցում եմ, որ հիմ թղթադրամը մաշվում է, էլ այլևս պիտանի չի, եւ կարող են նույնիսկ կեղծումներ անել թղթադրամի, դա հերկելա բան է։ Տեղեկացել եմ համացանցից եւ հեռուստացույցից, գրեթե երկար ժամանակավոր չեմ հանդիպում հին թղթադրամները, նաեւ տեղյակ եմ ընթացակարգին եւ գիտեմ, որ հանդիպելու դեպքում կարող եմ գումարը փոխանակել բանկում։ Քաղաքացիներից ոմանք էլ անկեղծացան, հին թղթադրամի օրինակներից պահել են որպես պատմական նմուշ եւ ազգային արժեք։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։